Ադրբեջաներենի ուսուցիչ է փնտրում կրթական գերատեսչությունը Շինուհայրի միջնակարգ դպրոցի համար։ Սահմանամերձ Սյունիքում պարզվում է դպրոցականներին ուզում են թշնամու լեզուն սովորեցնել, բայց ինչու, ինչ նպատակով։ Ադրբեջանագետն ասում է, թշնամական երկրի լեզվի ուսուցումը կարող է լինել օգտակար, եթե այն իրականացվի բացառապես թիրախային, ունենալով պետական վերահսկողական մեխանիզմներ։ Պետք է հստակ գիտակցենք ովքեր են սովորում, ինչու են սովորում, որն է նպատակը։ Իսկ նպատակը պիտի լինի թշնամի պետության դեմ պայքարը գիտելիքով, փաստահեն գործունեությամբ։ Փոլադյանը տարիներ առաջ հենց այս նպատակով հիմնեց ադրբեջաներենի ուսուցման կենտրոնը, որտեղ 8-ամսյա դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները հաճախ ներգրավվում են անվտանգային կառույցներում։ Նրա խոսքով հանրակրթական դպրոցներում այդ առարկային ներդրումը կարող է լրջագույն ռիսկեր ունենալ։ Բոլոր դպրոցներում, բոլոր հանրակրթական համալիրներում ուսումնական անհնար է ձևավորել անվտանգային այնպիսի միջավայր, որպեսզի հակառակ ազդեցությունը չլինի, որպեսզի այդ երեխան, որը սովորում է, հանկարծ ու հանկարծ չդառնա ադրբեջանցիների թիրախ։ Թյուր է այն կարծիքը, թե Ադրբեջանում բոլորը համատարած հայերեն են սովորում, ասում է մասնագետն ու պնդում, դա իրականացվում է միայն պետական վերահսկողության ներքո գործող հատուկ կենտրոններում։ Ուղղակի խեղաթյուրանք կհնչի, եթե մենք ասենք, որ որպես հարևանի լեզու սովորում են աշխարհի հնագույն լեզուներից մեկը հայերենը։ Սա աբսուրդ է, այսինքն կան հստակ ուղղություններ, կա լիակատար պետական վերահսկողություն, որի ներքո որոշ տեղերում, որոշ կոնկրետ դպրոցներում, որոշ կոնկրետ կենտրոններում եւ այլն իրականացվում է տվյալ ուսուցումը։ Կրթության ոլորտի փորձագետն էլ նկատում է ցանկացած առարկա հանրակրթական դպրոցներ դնելիս նախ պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դա լուծում։ Մեր հանրակրթություն նույնիսկ տերմինը դրա մասին, այսինքն հանրության շրջանում ենք ինչ են կրթում, ոչ այդ երեխաները կարողանան ինչ-որ խնդիրներ ապագայում ավելի լավ լուծել։ Այդպես անգամ ակնհայտ է, որ այստեղ ոչ երեխաների կողմից, ոչ ծնողների կողմից այսի պատվեր չկա։ Դպրոցում ասենք քիմիայի ուսուցիչներից չեն կարող գտնենք։ Էլի նույնիսկ եթե հանկարծ ինչ որ տեղից մենք գտանք Ադրբեջանի ուսուցիչը դպրոցի համար, այդ մարդը չի սպասարկելու ռեալ կարիքներ երեխաների։ Ինքը սպասարկելու է ինչ որ քաղաքական օրակարգեր, որոնք ոչ իր, ոչ ծնողների, ոչ երեխաների հետ կապ չունեն։ Մասնագետների համոզմամբ մեր երկրում անհրաժեշտ է ձևավորել հստակ քաղաքականություն, թշնամական լեզվի ուսուցումը դարձնելով բացառապես նպատակային եւ ռազմավարական գործիք, ոչ թե հանրակրթական առարկա։ Միևնույն ժամանակ նրանք շեշտում են, ադրբեջաներենի մասնագետների պակասը շարունակում է խնդիր մնալ եւ որակյալ ուսուցման կենտրոնների զարգացումը կարող է ծառայել պետության անվտանգությանը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։